կառավարության հսկողություն կիրառելու հարցն է այս պահին քննարկվում դատարանում, երկուսը միաժամանակ տարբեր դահլիճներում են։ Նախ ինչ կասեք երեկվա իրադարձությունների մասին եւ այս պահին դատարանում տեղի ունեցողի մասին։ Նաեւ ասեմ, որ ավագան տեխնազուներից մեկն էլ Սոֆիա Թորոսյանն էլ այս պայթերությամբ իր հարցն էլ է լսվում։ Բոլորին վարչական վերահսկողություն է։ Ճիշտ ասած, այս պայթերությամբ հստակ չգիտեմ, սպասում ենք, ոնց որ թե տղայիս դատավարությունը արդեն սկսվել է։ Հորիցս տեղյակ չեմ, այս պայթերությամբ սկսվել է թե չէ, տեսնենք ինչ կլինի։ Երեկվա բանավեճը շատ բուրըն անցավ, նախ ոնց եք գնահատում բանավեճ ու նաև բանավեճից հետո ձեր հայտարարությունն էլ բավականին արձագանքների տեղիք տվեց։ Դե իմ կարծիքով թե բանավեճը, թե նաև իմ հայտարարությունները արդեն ամեն ինչի մասին ասված է։ Ձեր հայտարարությունը Գյումրիում նորմալ է ընկալվել։ Ձեր հայտարարությունից հետո որ դուք ասացիք, որ ուռճացնում են ընդդիմադիր տեխնացուներից մեկին, հավանաբար Վարդան Ղուկասյանին նկատի ունեք, քիչ առաջ Վարդան Ղուկասյանը հարցազրույց է տվել եւ ասել է առաջարկ է արել։ Նախ ասում է ես սպասի մեջ եմ գտնում, կարող եմ ձեռքը դնել ավատարանի վրա եւ երթվել, որ որևէ ուժ իմ հետևում կանգնած չէ, այսինքն իշխանությունները Նիկոլ Փաշինյանը եւ նաեւ ձեր մասով որ կասկածները փարատվի, ասաց հետեւյալ առաջարկ արեց, թե ձեզ թե մյուս ընդդիմադիրներին։ Եթե ձեզանից որևէ մեկը ընդդիմադիր ուժերից կհավաքի իրենից ավելի շատ տոկոսով ձայն, ինքը պատրաստ է առանց որևէ պաշտոն ուզելու, առանց որևէ նախապայմանի քվեարկել ձեր օգտին, միանալ ձեզ, այսինքն իր հավաքանու անդամները կքվեարկեն ցանկացած օրինակ դուք եք հավաքել ձեր օգտին եւ կդառնաք դուք քաղաքապետական մեկ այլ տեխնացու։ Իսկ եթե ինքը հավաքի բոլորից հետ շատ ձայն, ապա թող ձեզանից դուք միանաք իրեն եւ իրեն դարձնեք քաղաքապետ։ Այս պայմանը ձեզ համար ընդունելի է։ Ես ուրեմն այդ ամեն ինչի մասին արդեն ասել եմ, խոսել եմ։ Ես այդ ամեն ինչը ինչ որ ասել եմ, ոչ թե իրեն ուղիղ մեղադրանք եմ ներկայացրել, մեղադրել եմ, որ իրենով է պայմանավորված, որ ինքն է ձեռքը տնում է ավետարանին երդվում է։ Այդ կոնկրետ իր մասին չէ խոսքը։ Խոսքը իշխանությունների մասին է, որ իշխանությունները այդ սցենարը եպում են ու այս օրերի ընթացքում իշխանությունը առավոտից իրիկուն մի բան է անում։ Հարցումներ է տեղադրում, հարցումների արդյունքում նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջի համարը իրենց առաջի եւ երկրորդ տեղ են նշանակել։ Առաջինը ես եմ, երկրորդը Վարդան Ղուկասյանը ու ամբողջ քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեղական իշխանությունները, այսպես ասեմ, մեկը մեկին նաև ինչու՞ չէ պատգամավորն է, մեկը մեկին հերթ չտալով Գյումրու քաղաքապետարանի դիմացի այդ գորգի վրա կանգնած հարցազրույց են տալիս, որ Մարդուն Գրիգորյանը շեշտադրված, Մարդուն Գրիգորյանը եւ մնացած ընդդիմադիր տեխնազուները իրենց ձեները վերջում տալու են Վարդան Ղուկասյանին եւ Վարդան Ղուկասյանի հետ կապված տասնյակ քրեական գործերի մասին են խոսում ու ինչ ասում են, այսինքն այստեղից հետևություն, որ իշխանությունը կոնկրետ թիրախավորել է մեզ ու այն գյումրեցին, ով պատրաստ է օրինակի համար Մարդուն Գրիգորյանին, Ռուբենին, Կարենին ձայն տա, բայց Վարդան Ղուկասյանին ձայն չտա, այստեղից հետևություն, որ մարդիկ մտածում են, եթե պիտի Մարդունին ձայն տաս, արդյունքում Մարդունի ձայները տա Վարդանին, որին որ ինքը չի ուզում տեսնել քաղաքապետ, այդ մարդը նստելու է տուն ընտրության չի գնալու։ Իշխանությունը կոնկրետ հակակարողություն է անում, ես այդ իմ նախ ես 3 առաջի օրն եմ իմ մեծ հավաքի ժամանակ այդ մասին դալիճում խոսել, դա երեկվա խոսակցությունը չէ, առաջի օրն եմ այդ մասին խոսել եւ այդ ժամանակ լրատվամիջոցները TV5-ներ, 24 News-ներ, այդ ժամանակ լրատվամիջոցներին, ովքեր որ կային, ասել եմ, ժողովուրդ, այս չընդունեք, որ ես մեղադրում եմ Վարդան Ղուկասյանին։ Ես այս ամեն ինչը ներկայացրել եմ որպես իշխանությունների ծրագիր, որ թիրախավորել են ու մարդիկ որոշակի չափով հասել էին հաջողության։ Հրեշի կերպար են ուզում արհեստական ստեղծել։ Դե այո, նաև որպես խոցելի կերպար, նաև ինքն ամբողջ քարոզչության ընթացքում բազմաթիվ այսպես բացթողումներ է ունեցել, որը վաղը մյուս օր իշխանությունը այն 3 տասնյակից ավել քրեական գործերն է դրած մի կողմ, քարոզարշավի ընթացքում բազմաթիվ բացթողումներ է ունեցել, դրանով պայմանավորված արդյունքում քրեական գործ մի բան կանեն, շիբինի վրա են գործ կառուցում։ Սարկում հորս ու տղուս
կալանքի են ուզում վերցնել, այս պարագայում այդ կան կոչեր ու մյուս, պարզը որ այս պարագայում իմ ասած այն է եղել, որ իշխանությունները եթե չկարողանան հաղթեն, իսկ ես այս պահին հստակ արդեն ասում եմ, իշխանությունները Գյումրիում չեն կարող հաղթել։ Միակ տարբերակը խոցելի տեխնոլոգիայով իշխանությունը նորից վերցնելն է, ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով։ Այսինքն կստիպեն, որ գնա համագործակցության Ղուկասյանը այդ գործերով։ Իրենց հետ։ Ինքը ասում է Բաբաջան իշխանությունները ես իրան չեմ ասել ինքը կգնա, ես էլի եմ ասում, երեք չէ առաջի օրն էլ ես այդ մասին որ խոսել եմ, չեմ ասել որ ինքը կգնա համագործակցություն, ես ասել եմ որ իրեն կիզոլացնեն եւ այդ արդյունքում նորից ժամանակավոր պաշտոնակատար, նորից այդ լարվածությունները վերջում արդեն առիթ կունենա իշխանությունը առանձին բոլոր ընդդիմադիր ավականներին, եթե ինքը քաղաքապետ ընտրվի ու այդ ժամանակ կալանքի վերցնեն իրան, այդ ընթացքում իշխանությունը կկարողանա այդ ավականներին չարթել։ Պարոն Գրիգորյան, վերադառնալով այս գործին, ձեր դեմ կատարվողի առնչությամբ Սարիկ Մինասյանը 3 ողջ օրը փորձում էր իր ուսերից գցել այս հարցը, ասում էր եւ տարանջատվել ԿՊ-ից, ասում էր ինքը չի արել եւ այլն, այսինքն ինքը չի արել, իր թիմն է արել։ Նայեք, Սարիկ Մինասյանն է իր ասածով փորձում է տարանջատվել ԿՊ-ից, ուզում է ցույց տալ, որ ինքը ստիպված է մտել այս բեռի տակ, թե ինչ հարց է։ Սարիկ Մինասյանը լավ հասկանում է, որ իր իշխանությունը, իր թիմը այնպիսի բան է արել Գյումրիում, որ իրենց ժողովրդի մեջ երես ելնելու տեղ չի թողել։ Ու այդ մարդիկ այսօր Գյումրիում լուրջ պրոբլեմ ունեն։ Ես երեկ եմ ասել, այդ քաղաքապետի պաշտոնը ԱԺ հետ կան։ Ամբողջ հանրապետությունը բոլոր համայնքները ծերն է, այդ մի քաղաքում տեսնում եք, որ չեն ուզում ժողովուրդը, տեսնում եք, որ շանս չկա։ 9 ուժ մասնակցում ենք, 9-ից 8-ը չի համագործակցում։ Բաց այդ ասում են չենք միանալու։ Չունեք 50+-ի ակնկալիք կամ ցանկություն ունեք, հնարավորություն չունեք, շանս չունեք։ Այս մի քաղաքն է թող այսպես է։ Դե առաջի տեղում երկու մնաց, տեսնենք առաջի տեղում։ Հա, եթե բոլորից կալանավոր են, ավականներից բոլորին կալանավոր են, Գյումրիում չգիտեմ ում բռնեն կալանավոր են, հա արդյունքում կարող է էլ ընդդիմադիր մարդ չմնա, մի քանի հազար մարդ մնա, այդքանով ընտրվեն։ Պարոն Գրիգորյան, վերադառնանք Վարդան Ղուկասյանի առաջարկին։ Ի վերջո Ինչ ես ուզում Վարդան Ղուկասյանից, թող մարդը հանգստացել է, ինչ է սրոպեն հեղմ բզբզում։ Վարդան Ղուկասյան։ Առաջարկ է, ասում եմ, Մարդը ինչ առաջարկ է անում, ես հստակ բան եմ ասում։ Մարդը Պասի մեջ է, երևի ասածներս մի քիչ հյուզված է, երևի լավ չի ընկալ է, ինչ եմ ասել, ես իրան չեմ վիրավորել, ես նորմալ բան եմ ասել։ Չէ, ձեր մասով բան չասել, ես լսեցի արտադրության առաջարկ անում, եկեք ուղիղ առաջ, այսինքն պայմանավորվենք, եթե դուք եք շատ ձայն հավաքում, ես եմ ձեզ միանում, ես եմ ձայն հավաքում շատ ձեզանից, դուք եք ինձ միանում։ Վայ ջան, նոր ներկայացրեցի։ Իհարկե, պալանավոր են ձեզանից որևէ մեկին իրավիճակը մի քիչ Այդ ասածս, վայ ջան, քեզ համար ընկալելի, ընդունելի էր, թե չէ։ Այսինքն իր առաջարկությունը Չէ, հիմա եթե ինքը օրինակ շատ ձայն հավաքի, ըստեղ իրեն միանալու հարց է առաջանում։ Այլ հարցը կկալանավորեն իրեն, թե չեն կա, ասենք Վանաձորի սցենարը կգործի, թե չէ։ Հիմա դու կասկածում ես, որ չպիտի գործի։ Եթե շիբինի գործով մարտում 2 հոգու, 3 հոգու կալանքի են ուզում վերցնել։ Հիմա կասկածում եք այդտեղ։ 3 տասնյակից ավել քերական գործեր ու մյուսնուս է։ Դե այդպես բոլորից է կարող են, բայց այստեղ բոլորին է կարող են, բայց արդյունքում այդ ինչ որ ասվում է, այդ ինչ որ ներկայացվում է, բա ժողովուրդ է։ Այն պարագայում հələ հարց է ժողովուրդով կարողանալու ենք դեմ առնել, թե չէ իր պարագայում։ Մի կամ թողնենք Վարդան Ղուկասյանի ֆակտորը։ Առասարակ դուք ընդդիմադիր ուժերով կոալիցիա կազմելու ինչ սցենարներ։ Դե ձևը գտնելու ենք, մի բան անելու ենք։ Այսինքն որ ամբիցիաներ չառաջանան, խանդի տեսարան չառաջանա, չասեն չէ դու 2% ընդհանրապես ավելում ես, բայց ես շատ ռեսուրս ունեմ, ես լինեմ։ Ձևը գտնելու ենք, մեկ անհանգստացեք, մենք ձևը գտնելու ենք, Գյումրիում կարգավորելու ենք այս խնդիրը, նամանավանդ որ իշխանությունները իրանց քայլերով այդ ամեն ինչի տարել են մեզ։ Ձեր գործընկեր կամ մրցակից ընդդիմադիր տեխնացուներից որոշները եկան ձեզ աջակցություն հայտնեցին նույն
Արտյոմ չէ, Ղազարյանին, ես տեսա ձեր տան մոտ Ռուբեն Մխիթարյանին, կարծեմ Կարեն Սիմոնյանն էլ էր, առաջին ասած զանգ արել է, նաև տեսել։ Վարդան Ղուկասյանից կար, թե չէ, ինքը հարցազրույցում նաև այդ մասին ասաց, որ իր իրավականու անդամներից մի քանիկին, այսինքն թիմակիցներից տեխնացուներից ուղարկել է ձեզ մոտ կամ ավականներից եկել են, իր անունից հայտարարություն, ես հայտարարությունը այսօր առավոտ եմ լսել, իր անունից հայտարարություն չեմ լսել, իրանց թիմի անունից եմ լսել, այսինքն կոմունիստական կուսակցության անունից եմ լսել, ամենայն դեպս ես բան չեմ ասել, իրան էլ որ սերտակալել են, այդ մասին ես էլ եմ խոսել։ Դա նորմալ բան է, Գյումրիում ճիշտը դա է։ Բոլորիս պարագայում էլ ճիշտը դա է, կապ չունի, այսօր բոլորս պայքարի մեջ ենք իշխանության դեմ, այստեղ ես էլ եմ ասում, իշխանությանը մեկը մյուսին խփելու խնդիր չունենք։ Մենք այսօր իշխանությունը ելել է բոլորիս դեմ ու օգտագործում է անթույլատրելի մեթոդներ։ Այս է խնդիրը։